Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, բայց մենք պետք է անդրադառնանք հարցին, թե ինչու են մարդիկ համարձակվում մտնել նման process-ների մեջ, որովհետև 2026 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում չի եղել գոնե մի մարդ, որը ընտրակաշառք տալու համար նստած լինի բանտում։ Չնայած այն փաստին, որ 2021 թվականի ընտրություններից հետո էլ այդ թեմայով քրեական գործեր են հարուցվել։ Ավելի նախորդող շրջանի ընտրակաշառքներից 0 մարդ է նստած։ Եվ այո, այս են դեպքն է, երբ որ մարդիկ իմացել են, հա լավ, դե ինչ կլինի, բան երկու շաբաթ կնստեն, հետո բաց կթողեն։ Եվ ասենք սա կոնկրետ են դեպքն է, որ Հայաստանի դատական համակարգը կոնկրետ պատասխանատու է սրա համար։ Կոնկրետ պատասխանատու է։ Այո, դուք գիտեք, Հայաստանում կա գոնե մի մարդ կա, որ չգիտի, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը նախորդող շրջանում բոլոր ընտրություններում բաժանել է ընտրակաշառք։ Կա գոնե մի մարդ։ Բայց ո՞նց է այդ մարդը գնացել դատական համակարգով արդարացվել։ Ով է ուզում ասի, որ այդ որոշումը դատավճիռը կայացվել է ձրի եւ արդար։ Բա ով է սրա պատասխանը տալու։ Հիմա էլ ես ասում եմ, եթե այս ընտրակաշառքները որևէ մեկը ազատության մեջ հայտնվի, նշանակում է մենք մեր դատական համակարգը ոչ թե պետք է բարեփոխենք, պետք է քանդենք, 0-ից նորից հավաքենք։ Որովհետև սա ասում եմ, սա կոնկրետ այս են դեպքն է, որ կասեն, բա ի՞նչ է դատական համակարգ։ Այս են դեպքն է, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր է, որովհետև այդ դատական համակարգը ստեղծել է ընտրակաշառատուների կողմից ընտրությունների կեղծման եւ հարակվեի արդյունքների կեղծման արդյունքում։ Եվ մենք պետք է այս փաստերը տարերեսվենք։ Չի կարելի լավ իշխանության տարանջատում բաժան շատ լավ, իշխանության բան է, տարանջատում բաժանում է, ես դատավորներին էլ եմ առաջարկել, գնացեք ժողովրդի առաջ պատասխան տվեք, ինչի պետք է այդ պատասխանը ես տամ, ինչի պետք է ես տամ պատասխանը, թե ինչքան կոռումպացված մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, միլիոնատերեր են, ես դահլիճում էլ նստած, մի հատ էլ ասում են, հա, բանը, Երևանի կեսը մերն է, որովհետև ճիշտ է, մենք Երևան առաջին անգամ 30 քանի տարեկանում ենք, բա մերը պետք է լիներ, բա ոնց պետք է լիներ, ինչ են այդ մարդիկ ազատության մեջ։ Ես առաջարկում եմ օրենսդրական փոփոխություն, եթե հնարավոր ընդունենք, բոլոր դատավորները թող գնան մարդկանց առաջ պատասխան տան, որովհետև ես հոգնել եմ, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Պարոն Հովհաննիսյան, իրականում ես ավելի արմատական եմ տրամադրված, ես ասում եմ, ինչու այդ մարդիկ փող ունեն, որ դեռ մի հատ է բաժանում են։ Իմ խնդիրը հետևյալն է, որ իրանք պետք է չունենան այդ փողը։ Իրանք պետք է չունենան այդ փողը։ Եվ այս խնդիրը շատ պարզ եւ հստակ է դրված, որովհետեւ ժողովուրդն է իմ առաջ այդ խնդիրը դրել։ Այս մարդիկ պետք է չունենան այդ փողը։ Եվ երկրորդն է, դուք ասում եք հանգիստ են զգացել, իրանք հիմա էլ են հանգիստ զգում։ Որովհետև այդ մենք է, որ չգիտենք իրանց կապերը դատական համակարգում, իրանք շատ լավ էլ գիտեն, թե որ գործը ում միջոցով, ինչ մեխանիզմներով պետք է լուծել եւ կարգավորել։ Ես ասում եմ, մեր համբերության բաժակը լցված է։ Եվ ստեղ մենք պետք է գնանք, դրա համար էլ ասում են, վայ սահմանադրությունը ադրբեջանական, չգիտեմ ինչ, որովհետև իրանց փողերն է եւ իրանց բանի իրանց հանցագործությունների չբացահայտումն է դրանով դրվում կասկածի տակ։ Ես ավելի բան եմ, արմատական եմ տրամադրել, այդ մարդիկ փող պետք է չունենան, որ մի հատ է բաժանեն, կոռումպացվածների մասին է խոսքը։